Ողջույն երեխաներ։ Բարի լույս Վագրո։ Բարի լույս Նապա։ Իսկ ուր է Խոզոն։ Խոզոն։ Խոզո արտնացիր։ Խոզո։ Նեզ լավ երազ էի տեսնում, ինչի արտնացրեցիք։ Երազումս խոսող թութակ ունեի, ինք ինձ անեկդոտներ էր պատմում։ Վայ Խոզո, մենք արդեն արտնացել ենք, լվացել ենք մեր ատամները։ Մարզանք ենք արել, նախաճաշել ենք և պատրաստում ենք դուրս գալ դուրս մաքուրոտ շնչելու։ Հա, դու գնացեք, ես մի քիչ հետո վեր կկենամ, ատամներս չեմ լվանա, մարզանք չեմ անի, բուրգերս կվերցնեմ ու կգամ։ Այ Խոզո, դու անուղելի ես։ Այո։ Նապա, տես թե ինչ հետաքրքիր անակնկալ է պատրաստել մեզ համար թերթերին։ Մենք արդեն հեծանիվ ունենք։ Այո։ Առաջարկում եմ մեկ պտույտ անենք։ Այո, իսկ չսպասենք Խոզոյին։ Դե մինչև մենք մեկ պտույտ կանենք, Խոզոն կգա։ Դե լավ, գնացինք։ Պատրաստ ես Վագրո։ Այո։ Դե ինչ, 1, 2, 3։ Գնացինք։ Լվացվեմ, չէ, հավես չունեմ, բայց են երազիս մեջի թութակը շատ լավն էր, ապսոս, որ ես խոսող թութակ չունեմ։ Նապա, Խոզոն կարծես թե չի եկել։ Վայ Խոզո, ախը շատ ալարկոտ և քնկոտ Խոզո է։ Դե լավ արի մեկ պտույտ էլ անենք։ Գնացինք։ Խոսո, իսկ դու կուզեիր իսկական խոսող թութակ ունենալ։ Հա, Նապա, շատ կուզեի, բայց մի րոպե, դու որտեղից իմացար, որ ես երազումս խոսող թութակ եմ տեսել։ Կարող ա դու էլ ես երազս նայել։ Նապա, իսկ դու կուզեիր խոսող փիղ ունենալ։ Այո, Խոզո, ես շատ կուզեի խոսող փիղ ունենալ։ Նապա դու դամբո ես, չգիտես, որ խոսող փիղ չի լինում, երկիր մոլորակում մենակ թութակներն է խոսող լինում, համել էդ մեծ փղին, ոնց էր էդքան կերակրելու։ Այ, Նապա, կարծես թե Խոզոն պատրաստվում է այսօր ամբողջ օրը քնել։ Ոյ, Իսիս ցավոտ վայրիչ կատարեցի։ Բարի լույս Նապա, բարի լույս Վագրո։ բարի լույս Խոզո, վերջապես արթնացար։ Խոզո, տես քո հեծանիվը։ Հեծանիվ։ Ես հեծանիվ ունեմ։ Իսկ հեծանիվը համով է։ Խոզո, հեծանիվը չեն ուտում, հեծանիվը վարում են։ Սա է հեծանիվը, իսկ սա քո հեծանիվն է։ Այո, ֆերֆերին մեզ համար անակնկալ էր պատրաստել և այս հեծանիվները թողել են մեզ համար։ Լավ, քանի որ թութակ չկա, փորձեմ ձեր հեծանիվը։ Տեսնեմ լավ բան, հա։ Խոզո, ինչ ես անում, հեծանիվը այդպես չեն վարում, նստիր հեծանիվի վրա և պտտիր ոտնակները։ Լավ, հիմա փորձեմ։ Մեկ անգամ էլ փորձի։ Մեկ անգամ Այո։ Հոգնեցի, ես ինչ օր է։ Ամենասիրված, ամենազվարճալի, ամենաերաշտական, ամենա
Ամենամանկական Փերփերի շոուն հոկտեմբերի 26-ին տեղի կունենա Լոս Անջելեսում AGBU Performing Arts Center-ում նորացված տարբերակով։ Շտապեք ձեռք բերել տոմսերը ticketmiket.com կայքից, որպեսզի հանդիպեք Հայաստանից ժամանած ձեր սիրելի հերոսներին։ Փերփերի շոուն վերադառնում է։ Ամենամանկական, ամենաերաժշտական, ամենազվարճալի շոուն Սունդուկյանի անվան թատրոնում հունիսի 8-ին։ Տոմսերը ձեռք բերեք Տոմսարկղեմ կայքից։ Շտապեք, տոմսերը վերջանում են։ Բարև ձեզ Նապա, Վագրո եւ Խոսո, հավանեցիք իմ անակնկալը։ Ողջույն Փերփերի, այո, շատ հավանեցի։ Ոչ, Փերփերի, ընդհանրապես չհավանեցի։ Ինչու Խոսո։ Որովհետև այս հեծանիվը շատ ցավոտ բան է։ Հեծանիվները կորան։ Մի անհանգստացիր Նապա, երբ դուք կուզեք հեծանիվները կրկին կհայտնվեն։ Ոչ, Փերփերի, իմ հեծանիվը պետք չի որ հայտնվի։ Վագրո, Նապա, Խոսո, ես կարճ ժամանակով պետք է գնամ հեքիաթների մոլորակ եւ վերադառնամ։ Ձեզ համար պատրաստած անակնկալ ունեմ։ Գնամ եւ բերեմ։ Ինչ անակնկալ Փերփերի։ Վագրո, եթե ասեմ դա այլևս անակնկալ չի լինի, ավելի լավ է դուք մտածեք, թե ինչով կուզեք զբաղվել, մինչ ես վերադառնամ։ Ես ասեմ, Ասա Խոսո։ ես կուզեմ, որ մենք բոլորս ունենանք մեր կենդանիները։ Շատ լավ միտք է Խոսո։ Ես էլ եմ ուզում։ Ճիշտն ասած ես էլ։ Դե հիմա ասեք տեսնեմ, թե ով ինչ կենդանի է ուզում ունենալ։ Այ, ես ինչ եմ ուզում, հասկացա։ Ես ուզում եմ ինձ նման պուպուշիկ, գեղեցիկ, փոքրիկ նապաստակ։ Փերփերի, ես էլ կուզեմ ինձ նման վագր ունենալ, բայց գիտեմ, որ երկիր մոլորակի վագրերը գիշատիչ են եւ շատ վտանգավոր։ Այդ իսկ պատճառով ես կուզեմ կատու ունենալ, չէ որ վագրերը կատվազգի են։ Փերփերի, իսկ ես կուզեմ թռչուն ունենալ։ Թռչուն։ Խոսո, ես մտածում էի դու քեզ նման փոքրիկ վարդագույն խոզուկ կուզես։ Ոչ Նապա, ես կուզեմ խոսող թութակ ունենալ։ Երազումս եմ տեսել։ Շատ լավ, ձեր ցանկությունները կկատարվեն, բայց մինչ այդ դուք պետք է հանդիպեք երեխաների հետ։ Այո։ Նենց անհամբեր եմ, վերջապես ես կունենամ խոսող թութակ։ Եկեք գնանք երեխաներիդ հանդիպենք վերադառնալ։ Ողջույն աղջիկներ։ Եկեք հասկանանք, թե այսօր որ հնարքն եք միասին սովորելու։ Առաջինը գունավոր թղթերից պատրաստենք գազարներ, երկրորդը զուգագուլպաների միջոցով պատրաստենք գեղեցիկ տիկնիկներ եւ երրորդը ինչպես գունավոր ուլունքներով զարդարենք մեր շորիկները։ Այո, դուք ընտրեցիք գազարներ պատրաստելու տարբերակը, հրաշալի է։ Գնանք միասին պատրաստենք եւ ես դրանցով կկերակրեմ իմ նապաստակին։ Գնացինք։ Գազարներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են այսպիսի գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ եւ մարկեր։ Սկզբից գունավոր թղթերը պետք է կտրատել, ահա այսպես։ Հետո պետք է սոսնձել նարնջագույն թղթի եզրերը եւ փաթաթել այն գլանաձև։ Կանաչ թղթերը պետք է կտրատել նաեւ այսպես։ Իսկ նարնջագույն գլանակից պետք է հեռացնել վերևի հատվածը, ահա այսպես։ Մարկերով գլանակի վրա նկարում ենք գծիկներ, որպեսզի նմանվի գազարի, ահա այսպես։ Կտրատված թղթերը փաթաթում ենք, ահա այսպես։
եւ տեղադրում գազարի մեջ։ Գազարները պատրաստ են։ Գնանք կերակրեմ նապաստակիս։ Ողջույն տղաներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ բազում հետաքրքիր հնարքներ։ Ընտրեք, թե որ հնարքն եք ուզում սովորել։ Ինչպես մագնիսի և մետաղադրամի օգնությամբ պատրաստել հավերժական շարժիչ, ինչպես ամենապարզ պարագաներից անել հետաքրքիր ֆոկուսներ, թե ինչպես ծղոտի և փուչիկի օգնությամբ պատրաստել կլոր տնակ։ Ապրեք տղաներ, դուք ընտրեցիք ֆոկուսներ անելու տարբերակը, դե ինչ, գնանք սովորեցնեմ։ Դե ինչ տղաներ, այս հրաշալի ֆոկուսը ցուցադրելու համար մեզ անհրաժեշտ է մեկ անգամյա թղթե բաժակ և մկրատ։ Մկրատով բաժակի վրա ահա այսպիսի անցք ենք բացում։ Եվ վերջ, բութ մատը մցրեք բաժակի անցքի մեջ և այսպես ցուցադրեք ֆոկուսը։ Ջերմագին խրու բոլորին։ Քանի որ այսօր երազումս թութակ եմ տեսել, ձեզ այսօր կպատմեմ անեկդոտ թութակի մասին։ Անեկդոտ։ Ուրեմն մեկը գնում է կենդանների խանութ ու ասում է. Բարև ձեզ, ինձ թութակ է պետք, որ համ հայերեն խոսա, համ անգլերեն խոսա։ Վաճառողը ցույց է տալիս թութակներից մեկին և ասում է. Խնդրեմ, ահա ձեր ուզած թութակը, աջ ոտքից քաշում եք հայերեն է խոսում, ձախ ոտքից քաշում եք անգլերեն է խոսում։ Էս գնորդը հարցնում է. իսկ եթե երկու ոտքից միանգամից քաշեմ, էս թութակն էլ պատասխանում է. կանգնեմ, դամբուլ։ Կանգնի, բա ինչ կանի։ Բոլորի կողմից արդեն շատ սիրված Փերփերի եւ Pinkberry պաղպաղակները նոր փաթեթավորմամբ, վանիլային պաղպաղակ նապա, սպիտակ ջնարակով եւ պայթեցրած բրինձով, շոկոլադե պաղպաղակ խոզով, շոկոլադե ջնարակով եւ պնդուկով, պաղպաղակ վագրով, մանգո մարակույա, բնական աշարակով եւ շոկոլադե վաֆլե գնդիկներով, պաղպաղակ Փերփերի, անտառային հատապտուղների բնական աշարակով, հատապտղային ջնարակով եւ վաֆլե գնդիկներով, 100%-անոց պլոմբիր, Pinkberry, Փերփերի, հեքիաթային պաղպաղակներ ձեզ համար։ Համեղ նորույթ Փերփերից եւ Անի կատնամթերքից, ջնարակապատ պանրիկներ համեղ միջուկներով, պանրիկ Փերփերի, ելակ եւ ազնվամորի, պանրիկ վագրո, մանգոյի միջուկով, պանրիկ նապա, կոկոսի քերուկով եւ խտացած կաթի միջուկով, պանրիկ խոզով, կատնային շոկոլադի միջուկով, Փերփերի, Անի, հեքիաթային շատ համեղ պանրիկներ ձեզ համար։ Փերփերի, բայն թութակնուր է։ Վայ, անհամբեր խոզո, ամեն ինչ հերթով, սկզբում նապայի նապաստակը։ Ինչ գեղեցիկ ու պուպուշիկ նապաստակի։ Շնորհակալություն Փերփերի։ Փերփերի, բայց ես չհասկացա, ինչի առաջինը նապայի ցանկությունը կատարեցիր։ Վայ, խոզո, մի քիչ համբերատար եղիր, ախր նապան աղջիկ է, իսկ աղջիկներին պետք է զիջել։ Հասկացա Փերփերի, ես համբերատար կլինեմ և կսպասեմ իմ թութակին։ Դե որ այդպես է, ասա թե ում ցանկությունը հաջորդը կատարեմ խոզո, քոնը թե վագրոյինը։ Փերփերի, քանի որ վագրոն իմ ընկերն է, իսկ ընկերների նույնպես պետք է զիջել։ Ես համբերատար կսպասեմ, վագրոյի ցանկությունը կատարիր, հետո նոր իմը։ Շնորհակալություն խոզո, դու շատ լավ ընկեր ես։ Ոնց ասես խոզո։ Օ, շատ գեղեցիկ է, ինչ նման է ինձ։ Ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես դառնալ իսկական վագր։ Դե ինչ խոզո, քո հերթն էլ հասավ։ Վայ, ես ինչ լավն է, իսկական խոսող թութակ, իմ երազների մեջի թութակին է նման։ Բայց մի րոպե, հաստատ խոսացող թութակ է։ Դու խոսալ գիտես։ Բարև խոզո,
բուրգեր կուտես։ Խոսում է, իսկ լավն է, շնորհակալություն Փերփերի։ Դե ինչ, քանի որ բոլորի ցանկություններն արդեն կատարված են, դուք զբաղվեք ձեր կենդանիներով։ Իսկ ես արագ թռչեմ հեքիաթների մոլորակ եւ շուտ վերադառնամ, որպեսզի անակնկալը չուշացնեմ։ Բարի ճանապարհ, Փերփերի։ Թութակ, ամեն ինչ լավ է, բայց դու անուն չունես, արի քեզ անուն մտածենք, հելը մի րոպե, Խոզոյի Թութակ, ես Խոզո, դու Թութո, Թութոն լավն է։ Բա ինչ անենք, արի Վագրոյի ու Նապայի վրա ծիծաղալու բաներ անենք, Ուրեմն, հիմա կգնանք Վագրոյի մոտ ու դու Վագրոյին կասես Վագրոն դամբուլա, հասկացար? Հասկացար։ Ապրես, իսկ Նապայինը Նապայինը շատ լավն է, դե գնացինք Թութո, դե Վագրոյինը ասա Խոզոն դամբուլա։ Թութո, բա ես քեզ տենց էի սովորացրել լավ, գոնե Նապայինը ճիշտ կասես Ասես։ Դե ասա Խոզոն դամբուլա։ Սես չեղավ Էդ քեզ բուրգեր չեմ տալու ուտես Խոզո, շատ լավն է քո թութոն։ Հա, շատ լավն է, բայց մի քիչ դամբուլա Խոզոն դամբուլա։ Փերփերին վերադարձավ։ Հավանեցիք ձեր նոր ընկերներին։ Այո, Փերփերի շատ, հատկապես Թութոին, նա շատ զվարճալի թութակ է։ Այո, Փերփերի, իսկ որտեղ է խոստացված անակնկալը? Խոստացված անակնկալը տիեզերանավում է։ Փերփերի, մենք շատ ենք ուզում տեսնել ինչ անակնկալ է։ Դե եկեք գնանք տիեզերանով եւ տեսնենք։ Այո, Ես հեքիաթների մոլորակից բերել եմ հագուստներ ձեր պատկերներով եւ հիմա երեխաների օգնությամբ դուք կտեսնեք այդ հագուստները։ չհասկացա, էս խոզոն չկա? Վայ,
Լավ։ Խոզո, 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 խոզո։ Խոզո Վագրո, իսկ դուք տեղյակ եք, որ ձեր պատկերներով կան նաև շատ գեղեցիկ զարդեր։ Ինչ գեղեցիկ են Փերփերի։ Դուք ունեք։ Փերփերի Շատ գեղեցիկ է։ Այստեղ ես եմ։ Եվ ես։ Իսկ Փերփերի դու որտե՞ղ։ Շատ գեղեցիկ է։ Ոյ, ինչ գեղեցիկ է։ Այո։ Խոզո։ Տեսնեմ խոզո։ Գեղեցիկ է։ Շնորհակալություն Փերփերի, այսօր շատ անակնկալներ մեզ մատուցեցիր, իսկապես անակնկալներով լի օր էր։ Այո, Փերփերի, շնորհակալություն այս լավ օրվա համար։ Եվ մեր նոր լավ ընկերների համար։ Բայց անակնկալները այսքանով չեն ավարտվում։ Ես մի նոր երգ եմ պատրաստել մայրիկների մասին, ուզում եք լսել։ Այո! Suka